Ավետարանը միայն ընթերցելու գիրք չէ, այլ ճաշակվելիք ճշմարտություն։ 4. Սուրբ հաղորդությունը որպես հոգևոր սնունդ։ Սուրբ հաղորդությունը այն է, ինչ որ մարմնի համար հացն է։ Քրիստոս է որ գսե. ոչ միայն հացով պիտի ապրի մարդ, այլ Աստծո յուրաքանչյուր խոսքով Մատթեոս 4:4։ Սակայն այստեղ հատկապես նշված է հացը, կյանքի հացը, որ կդրվի ոչ թե որպես ուսմունք, այլ որպես ներգործություն։ Անիկա կզորացնե մեր հոգին, կմաքրե մեր խղճմտանքը, կգաբե մեզ մեկ միության մեջ եւ կփրկե հավիտենական մահեն։ 5. Սուրբ հաղորդությունը եկեղեցվո սիրտն է։ Առանց Սուրբ հաղորդության եկեղեցին կդառնա բաց շինություն, ինչպես որ մարմինը առանց սրտի մեռած է, նույնպես եկեղեցին առանց այս խորհրդին։ Սուրբ պատարագը հիշատակումը չէ միայն խաչելության, այլ խաչի ներկայացումն է։ Երբ մենք Սուրբ հաղորդությունը կստանանք, կճաշակենք խաչի ողջ պտուղը, հարությունը եւ փրկությունը։ Սիրելի հետևորդներ, Քրիստոս կսե. եթե մարդու որդին մարմինը չուտեք եւ անոր արյունը չըմբեք, կյանք չունիք ձեր մեջ։ Հովհաննես 6:53։